Արդյոք պանիկ գրոհը մարդու հանդիպումն է սեփական անզորությանը, սեփական ոչնչությանը, այդ անզորության գիտակցումն է։ Այո, շատ ճիշտ նշեցիք։ Պանիկ գրոհի մեջ անզորություն, վերահսկելու կարողության ընդհանրապես կորուստ, անուժություն, անհուսություն, այս բոլորը միահյուսված են։ Եվ այստեղ ես ուզում եմ խոսել տրավմատիզացիաների փունջի մասին, փունջի առկայության մասին, որովհետև տեսեք մենք այդքան խոսում ենք հոգեթերապիայից, հոգեթերապիայի ժամանակ ինչ է արվում անձի հետ, չէ՞։ Մենք վեր ենք հանում այցելուի հետ այդ տրավմատիզացիաները, որոնք ինքը երբևէ ունեցել է, սակայն մոռացել է կամ ջնջել է կամ ընդհանրապես մերժել է եւ չի հիշում։ Եվ այդ տրավմատիզացիաների որևէ մեկի ժամանակ անձը իսկապես իրեն զգացել է շատ անօգնական, անուժ, անհույս եւ անվերահսկելի։ Օրինակ, հա, այցելուի դեպքից պատմեմ, նույն այցելուն, ով ուներ մշտական կրկնվող պանիկ գրոհներ, իր պատմության մեջ նշում էր նույն ընտանեկան բռնության դեպքերը, երբ որ հայրը պարբերաբար բռնության էր ենթարկում մորը ֆիզիկական առումով եւ ինքը ներկա էր եւ ինքը քարացած կանգնած էր։ Այս քարացվածության մեջ որպես կանոն ինչ է տեղի ունենում, վերջին փուլում կոլապս է տեղի ունենում։ Այսինքն անձը պետք է ինչ-որ մի բան աներ, բայց չի կարողացել անել։ Եվ այս ամբողջ ապրումների հավաքականությունը հանկարծակի մի օր կարծես դուրս է գցում եւ ինքը հայտնվում է այդ նույն զգացման մեջ, ինչը երբևէ ինքը ունեցել է եւ անտեսել է։ Ուրիշ իրավիճակում եւ կարծես այս բոլոր ապրումները միառժամանակ միասին համատեղված դուրս են գցում, դրա համար է այդքան ուժեղ տագնապային գրոհների ժամանակ ապրումը անդիմանալի եւ կարծես խելագարության հասցնող մարդուն, որովհետեւ բոլոր ապրումները միառժամանակ զգում է մարդը, որոնք երբևէ ինքը ինչ որ տարիքում զգացել է։